Հայաստանից Ռուսաստան մատակարարվող բուսական և կենդանական ծագման արտադրանքի նկատմամբ բողոքները, որոնք առաջացել էին մի քանի տարի առաջ, պահպանվում են։ Թեմայի վերաբերյալ օրեր առաջ խոսել է Ռուսաստանի Ռոսպոտրեբնոձոր պետական կարգավորող մարմնի ղեկավարը Սերգեյ Դանկվելտը։ Սա կարելի էր ուղղակի ֆիքսել ու առաջ անցնել, եթե չլիներ նախկին փորձը։ Իսկ փորձը ցույց է տալիս, որ նման հայտարարություններից հետո հայ արտադրողների ապրանքներում հայտնաբերվում են սահմանված նորմերի էական խախտումներ։ Այն տեսականին և արտադրանքի այն քանակը, որը ստացվում է Հայաստանից, հիմք է տալիս ենթադրելով, որ դրանք ոչ բոլորն ունեն հայկական ծագում։ Մենք այս խնդրանքով զբաղվել ենք և 2024 թվականին և 2023 թվականին։ 3 տարվա ընթացքում Հայաստանը ծաղիկների մատակարարումը 36 միլիոնից հասցրել է ավելի քան 100 միլիոն հատի, և ապրանքների շատ տեսակներ նույն աճն ունեն։ Այդ պատճառով մենք ստիպված էինք բուսասանիտարական ստուգումը սահմանին ավելի մոտ տեղափոխել։ Մեծ քանակությամբ արտադրանք, որն ուղարկվում է Ռուսաստան, չի հասնում նախատեսված վայրեր։ Բացի այդ, Հայաստանից ստացվող բեռներում հայտնաբերվել է շուրջ 900 կարանտինային օբյեկտ, ինչը զգալիորեն բարդացնում է աշխատանքը։ Հայ արտադրողները սակայն նշում են, որ ծաղկի վերաբերյալ ռուսական կողմի ենթադրություններն անհիմն են։ Հայաստանը վերջին տարիներին իսկապես էականորեն մեծացրել է ջերմոցային ծաղիկների արտադրության ծավալները։ 1200 հեկտար ջերմազուն է Հայաստանում։ Դրա մոտ 40%-ը երևի ծաղիկ։ Ինչ որ ծաղիկ տարվում է, դա մեր ծաղիկն է։ Երրորդ երկրից ծաղիկ չկա։ Այդ ուղղակի իրանք մեզ համար ռիպոններ են դնում, որ մեզ են ուզում խեղճացնել։ Բացի այդ, հայկական կողմին նաև որևէ կերպ ձեռնտու չէ երրորդ երկրից ծաղկի վերարտահանումը։ Ծաղկի եվրոպական արտադրությունը հիմնականում կենտրոնացած է Նիդերլանդների ընկերությունների ձեռքում, բայց բուն աճեցման process-ը Նիդերլանդներում չէ, որ կենտրոնացած է։ Հոլանդական ծաղիկը աճացվում է Քենիայում ու Էկվադորում։ Խելքի մոտիկ բան չի, որպեսզի այդ ծաղկը անեն բերեն Քենիայից կամ Էկվադորից ստեղ, հետո ստանան Մոսկվա։ Մրցունակ չի լինի։ Հետո այսօր ոչ Քենիայից է ինքնաթիռ դրվում, դա մենակ ինքնաթիռով է բերվում։ Ոչ Էկվադորից է ինքնաթիռ գալիս Հայաստան։ Բայց ռուսական կողմի կասկածները կապված են ոչ միայն հայկական ծաղիկների հետ։ Խոսքը, ինչպես հասկացանք, նաև սննդամթերքի մասին է։ Նախորդ տարիներին բազմիցս նշվել է, որ լաբորատոր փորձաքննությունները դրանցում ստանդարտներից շեղումներ են ֆիքսել։ Ենթադրվում է, որ հայ արտադրողները և պետական վերահսկող մարմինները պետք է որոշակի եզրահանգումների գային նախորդ այդ փորձից։ Ռուսաստանը շատ դեպքերում աչքը փակել է դրա վրա, սակայն որոշակի Ռոսկոմնadzորի խստություններ առաջացրել այն պարագայում, երբ որ եղել են որոշակի քաղաքական անհամաձայնություններ։ Եթե Ռուսաստանը որոշի բիծ գտնել մեր արտահանման վրա, ապա դա դժվար չի լինի իրականացնել։ Մեծ հաշվով վիճակագրությունն է նույնիսկ ցույց տալիս, որ հայ արտադրողներից որոշները գուցե այդքան էլ ազնիվ չեն ռուսական կողմի հետ։ Բնական է, որ ռուսները սա վաղուց ֆիքսելու հաշվի են առել։ Այս պայն մեզ ավելի ցավոտ կլինի հրաժարվել ռուսական շուկային, քան 18 թվականին, որովհետև այս 7 տարիների ընթացքում դեպի Ռուսաստան ԵԱՏՄ արտահանումը 5 եւ ավել անգամ աճել է, դեպի Եվրոմիություն կրճատվել է 5%-ով։ Դեպի Ռուսաստան գնացող ապրանքները հիմնական գյուղատնտեսական 2.5 եւ ավել անգամ աճել են, սակայն տեղական գյուղատնտեսական կից արտադրանքը կրճատվել է։ Սա ինչ է նշանակում, որ առաջինը մենք մեր արտահանումը աճեցրել ենք վերարտահանման հաշվին։ Ըստ փորձագետների, եթե հաշվի առնենք քաղաքական ենթատեքստը, ռուս չինովնիկների հայտարարությունները տնտեսական լարվածության նոր փուլի հնարավոր մեկնարկի վերաբերյալ հայկական կողմին ուղղված հաղորդագրություն կարելի է համարել, որին տեղական գյուղմթերք արտադրողները պետք է բավականին լուրջ վերաբերվեն։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։